Եվ այսպես, ամերիկյան զինտեխնիկան Հայաստան տեղափոխելու մասին տեղեկությունը տարածվեց նախ ռուսական Russia Today լրատվականով, բայց այն հղում է անում իրականում ԱՄՆ-ի պետական գնումների պաշտոնական պորտալին, որտեղ տեղեկությունը տեղադրվել էր մարտի 5-ին։ Ահա այդ հղումը ձեր էկրաններին է։ Մրցութային փաստաթղթերի համաձայն ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը մտադիր է Գերմանիայի Դյուլմեն բազայից հայկական զար ռազմաբազա տեղափոխել շտապ օգնության 8 զրահամեքենա եւ 2 մարտական զրահամեքենա։ Տրանսֆերը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Փաստաթղթում նշվում է, որ սարքավորումները Հայաստանում կմնան մոտ 2 շաբաթ եւ կվերադարձվեն Գերմանիա։ Այսինքն դրանք Հայաստանում չեն մնալու։ Հատկանշական է, որ մասնավորապես նշվում է, բեռնափոխադրումները չեն կարող իրականացվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով դիվանագիտական թույլտվության հետ կապված խնդիրների պատճառով, ինչը հուշում է, որ զինտեխնիկայի այդ տեղաշարժը հավանաբար կիրականացվի Վրաստանի տարածքով։ Նույն փաստաթղթում նշվում է նաև զորավարժությունների ավարտից հետո Արմավիրի պոլիգոնից դեպի վրացական Փոթի նավահանգիստ 151 միավոր տեխնիկայի տեղաշարժի մասին, որոնց թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ բեռնարկղեր։ Ինչպես երևում է, խոսքը ծանր հարձակողական ռազմատեխնիկայի մասին չէ, այն ավելի շատ պաշտպանական բնույթի է, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ խոճապ է հարևան երկրներում։ Ինչպես են տեղեկությունը մեկնաբանել ԱՄՆ-ում եւ Հայաստանում, սա կարեւոր է հասկանալ։ Եվ այսպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Պենտագոնը Armenpress-ի հարցինի պատասխան ասել է. մեջբերում եմ. ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեջբերման ավարտը։ Այսինքն այստեղ խնդիրը զուտ օպերացիոն բնույթի է, որ տեղաշարժի նկատմամբ որևէ հսկողություն չլինի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւս չի մեկնաբանել, սակայն ՊՆ-ի պաշտոնական կայքում ստանում ենք այլ տեղեկություն, որ օրերս Հայաստանի զինված ուժերի պատվիրակությունը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին։ Սա հատկապես գրավել է թուրքական մեդիայի ուշադրությունը, որին քիչ անց կանդրադառնանք։ Հիմա տեսնենք, թե ինչպես են արձագանքել կոնկրետ Ռուսաստանում։